Կենտրոնի եթերը շարունակում է անցուդարձը, մենք ներկայացնում ենք օրվա ամենաքննարկվող թեմաները։ Բարի երեկո։ ԵԱՏՄ-ն կաթվածահար վիճակում է և չի գործում, շարունակում է պնդել Նիկոլ Փաշինյանը։ Իր բոլոր մտահոգությունները պատրաստ է հայտնել գործընկերներին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազանգին, Փաշինյանը նշել է, որ երկաթուղու հետ կապված քննարկում չի ունեցել, բայց դիրքորոշումը նույնն է, դա Հայաստանի սեփականությունն է և Հայաստանը պետք է հնարավորություն ունենա երկաթուղին օգտագործել այնպես, ինչպես նպատակահարմար է գտնում։ Երկաթուղու մասին ակնարկի բան չկա, ես պարզ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետության սեփականությունն է դա եւ ուրիշ տարբերակ չկա։ Մենք ուզում ենք բարեկամական ձևով այդ խնդիրը լուծենք։ Բարեկամական ձևով։ Բայց նաեւ մենք այդ խնդիրը բոլոր դեպքերում պիտի լուծենք բարեկամական ձևով, բայց նաեւ էլի դե յուրե կարող է հարց ծագի, որ մենք դե յուրե որոշումներ կայացնենք։ Եթե անհամաձայնություն կա, հետո կգնանք արբիտրաժում բան կանենք, կքննարկենք։ Ինչու է այս պահին Ռուսաստանը կարևորում, որ Հայաստանը հստակ կողմնորոշվի քաղաքական առումով։ Դուք արդյոք առիթ տվել եք, որ Ռուսաստանում կասկածում են, որ քաղաքական առումով Հայաստանը լավ գործընկեր չէ։ Ես հարգանքով եմ վերաբերվում, որ Եվրասիական տնտեսական միության 4 երկրների ղեկավարներ մայիսի 29-ին ընդունել են հայտարարություն աջակցելով Եվրամիությանը անդամագրվելու հարցով հարաքվե անելու գաղափարը Հայաստանի Հանրապետությունում։ Բայց առարկան դեռևս գոյություն չունի։ Ես շատ հստակ ասել եմ իմ դիրքորոշումը եւ վերահաստատում եմ, որ նման հարցով հանրաքվե անելու համար Հայաստանը պետքա գոնե դիմաց լինի, ել չեմ ասում առավել տրամաբանականը, որ Հայաստանը գոնե անդամության տեխնացուի կարգավիճակ ունենա։ Կամ արդեն այդ հարցը լինի օրակարգում, այդ ժամանակ շատ տրամաբանական կլինի իրականացնել հանրաքվե այդ հարցով եւ անհրաժեշտ կլինի։ Կառավարության ներկայացուցիչի հետ հանդիպումից հետո Multigroup կոնցեռնում ընդգրկված ընկերությունների ներկայացուցիչների մոտ անորոշությունը պահպանվում է։ Առավոտից գործադիրի շենքի մոտ ակցիա անող քաղաքացիներին ընդունել էր դիմումների քննարկման քաղաքացիների հետ հետադարձ կապի մշտադիտարկման եւ գնահատման վարչության պետ Համլետ Նազարյանը։ Նրանք պաշտոնյային էին ներկայացրել իրենց պահանջները, պատասխան չեն ստացել, ոչ էլ ժամկետ է նշվել, թե երբ հնարավոր կլինի լսել դա։ Հարկադիր պարապուրտի մատնված հազարավոր քաղաքացիներ հայտնվել են ծանր կացության մեջ, չունենալով եկամտի աղբյուր, ոչ ինքնակամ զրկվելով վարկային պարտավորություն կատարելու հնարավորությունից։ Ոչ մեկ պատասխան մեր բոլոր արձարծած հարցերին, բոլոր գազམ་ագերությունների նորենները ներկայացրեցին իրենց մտահոգությունները, հիմնականում մեկ մտահոգություն, որ երբ ենք վերապացվելու եւ ոնց ենք աշխատավարձերը մենք տալու մեր աշխատողների։ Հանգամանալից բոլոր մեր խնդիրները ներկայացրել ենք, ընթացակարգը ներկայացրել ենք, թե ինչ վիճակում է հիմա այդ գործընթացները, քրեական վարույթները, մեզ շատ ուշադիր լսեցին եւ խոստացան, որ ավելի ակտիվ կքննարկեն ամեն ինչ, դե մեր բոլորիս միակ պահանջը եւ խնդրանքն էր, որ ժամ առաջ կամ օր առաջ այդ բոլոր ձեռնարկությունները անցնեն իրանց բնականոն աշխատանքին։ Երբ կգնանք աշխատանքի, ոստիկանի պես, կառավարության աշխատողի պես, բժշկի պես, չգիտեմ ոնց ասեմ, բոլորի պես ուզում եմ գնամ աշխատանքի, պարապեն թողը ինչ ա բերելու պարապությունը։ Վաղ աշխարհի մրցումների ենք, երեխեք։ Չենք կարող առանց մարզվելու գնանք, բայց արդեն գնում ենք։ Ինչ անենք, մանգանք, որ ջիմնա կառավարության հետ աշխատում գնանք ընդ աշխատանքի։ Մեր օլի պավանում ուզում են գնանք աշխատանքի։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն եմ պաշտպանում։ Ես իմ ղեկավարին այնքան շատ եմ սիրում, այդ մարդը այնքան բան է արել, թե այս երկրի համար, թե իր աշխատողների համար, թե բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ այսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին հետ։ Ակցիայի ընթացքում քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան առաջին օգնություն են ցուցաբերել բարեկներն ու ակցիայի մյուս մասնակիցները։
Լրագրողները վարչապետի հետ բրիֆինգի ժամանակ նաև բարձրաձայնել են մուլտիգրուպ կոնցեռնի աշխատակիցների մտահոգությունների մասին։ Հետաքրքրվել, թե ինչպես է լուծվելու նրանց աշխատանքի խնդիրը։ Ոչ մի աշխատատեղ չի փակվել, հիմա նույն Արադ ցեմենտում ընդհատվել էր process-ը, հիմա շարունակվում է, հիմա նաև ժամանակավոր կառավարիչ կնշանակվի, բոլոր տեղերը, որտեղ անհրաժեշտություն կա որոշակի կասեցում, մի քանի օր ինչ-որ մի ժամանակաշրջան կբացվեն, կաշխատվեն։ Գագիկ Ծառուկյանն այսօր քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում էր։ Շենքից դուրս գալուց հետո նա արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարեց, որ Ծառուկյանի հիմնարկների կապված թալանածը հետ ավերում է։ Ծառուկյանը ասեմ արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում։ Այս բան գոյություն չունի։ Կառավարության պահուստային ֆոնդից 178 միլիոն դրամ է հատկացվելու Վարչաֆեստ 2026 երիտասարդական երաժշտական մրցույթ փառատոնի կազմակերպման եւ անցկացման նպատակով։ Փառատոնը կանցկացվի Սևանա լճի ափին։ Բելարուսի եւ Ռուսաստանի քաղաքացի ներդրող Նիկոլայ Վինիցկին հուլիսի 27-ին Հայաստանի կառավարությանը տրամադրել է արբիտրաժ ներկայացվելիք պահանջների վերաբերյալ ծանուցում։ Նշվում է, որ Հայաստանի իշխանության գործողությունների հետևանքով խախտվել են իր ներդրումային իրավունքներն ու տնտեսական շահերը։ Հուլիսի 29-ին Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ ստացել է ծանուցումը։ Վինիցկու վեճը կապված է 4 ընկերության հետ՝ Արարատ ցեմենտ, Մուլտիգրուպ կոնցեռն, Մուլտի վելնես կենտրոն, Երևանի Արարատ կոնյակի գինու օղու գործարան։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունը ապօրինաբար բռնագրավել է Վինիցկու ներդրումները, չի ապահովել դրանց միջազգային իրավունքով պահանջվող պաշտպանությունը եւ քաղաքական նպատակներով ընդունված անհիմն կամայական միջոցներով խոչընդոտել է դրանց կառավարմանը։ Ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն հաստատելով ձերբակալել են Վինիցկու գործընկեր Գագիկ Ծառուկյանին, նշված ձեռնարկությունների ղեկավարներին։ Կառավարությունը կոչ է արվում ձեռնպահ մնալ ձեռնարկությունների բռնագրավման կամ Վինիցկու իրավունքներն ու տնտեսական շահերը խաթարող գործողություններից։ Դիմումատում պահանջում է, որ կառավարությունը վերականգնի նախկին իրավական եւ փաստացի վիճակը, զերծ մնա ազգայնացումից, հնարավորություն տա ձեռնարկություններին վերսկսել բնականոն տնտեսական գործունեությունը։ Եթե հնարավոր չլինի վեճը կարգավորել բանակցության միջոցով, Վինիցկին մտադիր է հարուցել միջազգային ներդրումային արբիտրաժային վարույթ, պահանջելով Հայաստանից ամբողջական փոխհատուցում միջազգային համաձայնագրերով եւ ԵԱՏՄ պայմանագրով ստանձնած պարտավորությունների խախտմամբ։ Ժամը 14:45-ի սահմաններում ոստիկաններն ու քաղաքացիները Գառնիում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող 2012 թվականին ծնված Վահե Ապիկյանին։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Ավելի վաղ 14-ամյա տղան, որը դպիր է Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, գրություն էր թողել նշելով, որ հրաժարվում է աշխարհի կյանքից եւ ցանկանում է դառնալ ճգնավոր։ Վահեն իր հետ որևիցե իր չէր վերցրել, բացի եկեղեցական համազգեստից։ Պարզվել է 3 Եվյան կամրջից իրենց հաց նետած մահացածի ինքնությունը։ Նա Երևանի բնակիչ 20-ամյա Միքայել Բ-ն է, սովորում է Հայաստանում գործող ակադեմիաներից մեկում։ Քրեակատարողական հիմնարկներում 2025-ին մահվան 3 դեպք է գրանցվել, լրագրողներին հայտնել է Արդարադատության նախարարը։ Գալյանի խոսքով ավելացել են ինքնասպանությունների կանխման դեպքերը։ Տեղեկություններ տարածվեց, որ քրեակատարողական հիմնարկներում տեղ չկա, հիմնականում Էրեբունի եւ Արմավիր են։ Մենք ունենք լրակազմ, իրականում տեղ կա ու 3 նաև ամփոփել են քրեակատարողական ծառայության կիսամյակային աշխատանքը եւ դրական ցուցանիշներ ունենք այն տեսանկյունից, որ դատապարտյալների թիվը 150-ից 160-ով ավելին է, քան կալանավորների թիվը։ Ուզում եմ հիշեցնել, որ նախորդող 5 տարիների ընթացքում սա չի եղել, սա պատմական ցուցանիշ է, որը որ դրական է գնահատվում եւ ներպետական եւ միջազգային մակարդակում։ Տիկին Գալյան նաև մտահոգիչ է այն, որ 2025 թվականին բավականին մեծ ցուցանիշ էր, ինքնասպանության էին գնում կալանավորները, դատապարտյալները, 2025-ին ունեք օրինակ, որ ամփոփեցիք ինչ մենք մահվան 3 դեպք ունենք, եթե չեմ սխալվում, որոնցից մեկը կենսաբանական մահ է, 2-ը ինքնասպանության դեպքեր են, մեծացել են ինքնասպանությունների կանխման դեպքերը, 27-28 դեպք, եթե չեմ սխալվում, ինքնասպանության փորձի եղել է, այսինքն փաստացի ինքնասպանություն է
կանխվել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 10-ից 15 դեպքի մասին էր խոսքը ինքնասպանության փորձի։ Տևական ժամանակ է Հայաստանում և բենզինի և դիզվառելիքի գները էականորեն ցածր են, քան միջազգային շուկայի արտացոլանքը պետք է լիներ, հայտնել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը։ Գեգամ Գևորգյանը նաև բացատրել է, թե որն է պատճառը։ Տևական ժամանակը Հայաստանի Հանրապետությունում և բենզինի և դիզելային վառելիքի գները էականորեն ցածր են, քան միջազգային շուկայի արտացոլանքը պետք է լինի, որտեղ տարբեր երկրներից ենք բերում, դիվերսիֆիկացիա արդյունքում կարողանում ենք էժան գին ունենալ, այսինքն դա էլ է բնական երևույթ։ Հիմա այս մի քանի օր բարձրացել ենք վերջի երևի 1 տարին ամեն ամիս մոնիտորինգ ենք անում, այսինքն եւ ծավալները եւ գները, որտեղ գիտեք, որ աշխարհում փոփոխություններ կան եւ դիզելային վառելիքի ու բենզինի շուկաները գտնվում են անկայուն վիճակում, հենց դրա հետ կապված էլ գները մի փոքր բարձրացել են, բայց վերջնական պատկերը համաչափ չէ, այս բանը չունեմ, ընդհանրապես 2-3 օրվա մասին է խոսքը, մենք նայում ենք սա, բայց գլոբալ աշխարհում այդ վառելիքի գները թանկանում են եւ դուք գիտեք, որ մենք ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում արդեն գրեթե 2-3 տարի է Ռուսաստանից գրեթե բենզին չէինք ներկրում։ Գիշերվա ժամը 3-ին արյունալի հաշվեհարդար է տեղի ունեցել Երևանում, ըստ նախնական տվյալների կենցաղային հարցերի շուրջ վեճ է բռնկվել 42-ամյա մի տղամարդու և նույն փողոցի բնակիչ հանդիսացող 2 եղբայրների միջև, որոնք 25 և 26 տարեկան են։ Բանավոր վիճաբանությունն արագ վերածվել է մասսայական ծեծկրտուքի, ինչի ընթացքում էլ ավագ եղբայրը իր մոտ եղած դանակով մի քանի դաժան հարված է հասցրել տղամարդուն, պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր մարմնական վնասվածքներ։ Իրավապահների օպերատիվ գործողությունների արդյունքում կասկածյալները հայտնաբերվել են և ձերբակալվել։ Խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։ Վայլդբերիսը շարունակում է մնալ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում, այս անգամ էլ հարվածել են Սարապուլի պահեստին։ Սա Վայլդբերիսը չէ, թռեք անցեք, Օզոնը ոչ միանշանակ ուղերձ է թողել Նիժնի Նովգորոդում գտնվող իր պահեստների տանիքին։ Այսպես Օզոնը տարանջատվել է մրցակիցներից Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերի պարբերական հարձակումների ֆոնին։ Իսկ Ռուսաստանի զինված ուժերը ԱԹՍ-ների միջոցով հարվածել են Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար բեռների առաքում իրականացնող 3 նավերի։ Հավայան կղզիներում կրկին արթնացել է Կիլաուե հրաբուխը, որն աշխարհի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության վերջին տվյալների, հրաբխի խորքից ժայթքող շիկացած լավայի շատրվաններն այս պահին արդեն հասնում են 30 մետր բարձրության։ Իրավիճակի կտրուկ սրման պատճառով սեյսմոլոգներն անմիջապես արձագանքել են վտանգին։ Ավիացիայի համար նախատեսված վտանգի գունային կոդը դեղինից բարձրացնելով նարնջագույնի։ Սարսափազդու, բայց և կուրիոզ դեպք Ռումինիայում, որտեղ սմարթֆոնից կախվածությունը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։ Զբոսաշրջիկն այնքան է տարվել իր հեռախոսի էկրանով, որ բառացիորեն չի նկատել իր թիկունքում հայտնված արջին, որն արդեն հասցրել էր մոտենալ և համարյա կծում էր նրա կրունկները։ Տղամարդու բախտը բերել է միայն այն պատճառով, որ գիշատիչը դեռ երիտասարդ էր և անփորձ։ Մարտունի գետափ ճանապարհին քաղաքացին 6-7 շների հարձակումից փրկել է Կարմիր գրքում գրանցված Անդրկովկասյան գորշ արջի քոթոթին։ Կենդանին տեղափոխվել է վայրի կենդանիների փրկարար կենտրոն։ Հետևեք Անցուդարձին ամեն երեկո, կհանդիպենք վաղը նույն ժամին։